Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, շուտով մայրամուտ կլինի և իր վերջին շողերը ուղղել է դիմացի ամպերին ու պատկերասրահը շատ սիրուն ա բացվել, եկեք վայելենք, հույս ունեմ վաղը լավ եղանակ կբացվի, կարմիր ամպերը միշտ էլ դա են խոստանում, գործերս ավարտին եմ հասցրել, ուզում եմ համովություն պատրաստել, արդեն իսկ նախապատրաստվել եմ այդ ամեն ինչին, խոհանոցից ձեզ կմիանամ, բայց այս սիրուն տեսարանը բաց թողնել ընդհանրապես չարժեր, վայելենք, անխնա վայելենք, սիրելի հետևորդներ ջան, մեր լուսավոր աշխարհը, թե արևածագները և թե մայրամուտները և այս լեռնաշղթան իմ գյուղի, որ միշտ ցույց եմ տալիս, ամեն անգամ տարբեր ձևով մեզ է ներկայանում իր հրաշքներով։ Այս ժամերին նույնպես շատ թռչուններ կան, որ շատ սիրուն են երգում և երբեմն լսվում է իրանց երգի ձայնը, մի քիչ կանգ եմ առնում, վայելում եմ այս ամեն ինչը, ձեզ էլ եմ բերում և հետո նոր անցնում եմ իմ տան գործերին։ Սիրելի հետևորդներ ջան, մի 2 ժամ կլի գործից եկել եմ, միապաղ գործեր եմ արել, հավ եմ որդել, աչքերիս կեցերը գնալով, 2 տարեկան ա, ես թողում չեմ, որ իմ ձողացի հավերը շատ վենձանան, ընդհանրապես հավը մինչև 5 տարի պղում են, հետո եսիմ, համ միսը չի լավնելում, հիվնդանում են, սատկում են, զորի են ժաժգալի, գիտեմ էլի, էտել եմ փորձած, հմի են ամենալավ ուտելու վաղտնա, թմբլը, ճիշտ աչքերիս կեցերը գնալով արի, բայց թե արդեն մշակել եմ տեղը տեղին, բմբլահան եմ արել, միս եմ արել, եղոտ, լադեսը, որ իմանաք ինչ եմ ուզում եմ հմե, լասրայաղին, էտ էլ հերիք չի, հորի միջիցը մի այսքան էլ եղ եմ հոնել, դե էտ իրա այս փորի այս կրանը կբածալում էլի, ով տնական հավա պղում, հետո լավա պղում, կգիտենա, որ այս եղը որդենա կպածլում, այս բուժի չա, սիրելի հետևորդներ ջան, դա ինչ եմ գծում, այս էլ քարճիկը, թե չէ որ քարճիկ չի լում, ասում են ագրավի միսը, ագրավնին քարճիկ չունի, սիրելի հետևորդներ ջան, հետո հենց համեմատություն ենք դրել, այս դոշի վրա էլ ալիքը եղ, հեսա, քաշ եմ պոկեմ, թե սենց թողում, լավ, թողում եմ, բայց մոտիկացնում եմ շանստամ, հրեսեն, տեղին, ծորեն ու գարի են կերել, քուջուջ են արել, հլա սրա մաշկի գույնին, հլա պլումա, 2 կիլո ա քաշել եմ, հետո սիրելի հետևորդներ ջան, այսքան էլ ոգեց քաշեցի, քանի որ դե ընդհանրապես որ հավը մորթում ենք, կամ տերն ա հիվանդելում, կամ հավն ա հիվանդելում, բայց այս դեպքում ոչ տերն ա հիվանդ, ոչ էլ հավն ա հիվանդ, ես էլ ողջ և առողջ, իմ հավն էլ ա ողջ և առողջ եղել ու ես մորթեցի, մեմեն այս բառը ուզում չեմ ասեմ, ինձ դիր չի գալի այդ բառը, բայց թե դրանումն է տա, հետո դրա փոխարեն ասում էի իմ ձևերով, շատ մարդկանց հանելուկ թվել այդ բառը, ուզում եմ հարիսա եփեմ, այս թմբլիկ տնական հավով, իմ ձեռի պահած, հարիսա եփելը շատ շատերը տարբեր ձևով են անում, շատ առողջարար հավի միսը, աքլորի միսը, չափազանց առողջարար դիետիկ սնունդ ա համարվում, ամեն ժամի կարանք ուտենք և ամեն մարդ կարա ուտի, հմի, ստի այս մի ոտն էլ բացանեմ, այս դանակնի լավ սուրալ է,
Ուզում եմ դոշը կես անեմ։ Դեր ջահելա, միսը համով կրի շատ։ Ձոածի հավի միսը մի ուրիշ ծևի համով ալում, ակնորի միսը մի ուրիշ ծևի համով ալում։ Համերը տարբեր են, սիրելի հետևորդներ ջան։ Կոտրվեց դոշը։ Մի հատ էլ են մի կուրը կոտրեմ։ Հետ էլ մի խաղը։ Սենց հավեսով տեղավոր եմ պղանձի մեջին։ Մի հատ էլ ստի այս մեջքի կուրը սեղմեմ, որ ինքը լավ նստի պղանձի տակին։ Հետո արդեն այս քարճիկն էլ դնեմ, այս եղերն էլ, ջիգարն էլ, սիրտն էլ, պլոճիկն էլ։ Քանի որ ջուրը քիչ է, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ էլ ջուր ավելացնեմ, հետո արդեն կդնեմ էրկվելու։ Այնքան կմնա, որ ինքը փրփուրը դուրս գա, փրփուրը քաշեմ, փրփուրը հենց որ լավ կմաքրվի, նոր արդեն ձավարը կլցնեմ։ Սորտուն գալիս մի պաչկա ձավար եմ առել, թարմը, ու միացնեմ։ Շրջակայքս էլ այս ջրի կաթիլն մաքրեմ։ Սորել էր շատ ցուրտ, ընդհանրապես չէի կարավոր գնամ, բաղջում գործանեմ, ասի կա, չկա, այնա հարիսայի էպելու վաղթն է եկել։ Անավան, որ հանգստյան օրերա, շաբաթը և կիրակին, չնայած ես շաբաթ կիրակի աշխատանք եմ լինում, ու ես առիթով բոլորիս լավ հանգստյան օրեր, համով բաներ եփեք, համով բաներ վայելեք և առողջ եղեք։ Հենց որ քափը հավաքեմ, այդ փրփուրը հավաքեմ, արդեն ձավարը պետք է լցնեմ, ես իրար հետ եմ եփում, կարող եք գրել, թե դուք ոնց եք եփում։ Ես էլ քափ կիրո սիրելի հետևորդներ ջան, ես ընթացքում ասեմ, որ գնացել էի հավերի դուռը փակելու, արդեն ըստի ուզմա փրփուրը հավաքվի, լատենանք, ինչ կա չկա, ես բողջեն ըստի էի դրել, որ էտեր վայլեմ, հետո ասի չէ, ավելի լավա, մի հատ գնամ, վերջնական դրսի գործերը վերջացնեմ, որ գործից եկել եմ, կոֆե չեմ խմել, հաց չեմ կերել, Հարավոտ վակերած սա, սիրելի հետևորդներ ջան, ես էլ դևուշա եփելու, չեմ ուզում շատ մանրամասնել, թե ոնց պետք է այս փրփուրը քաշենք, ինչ պետք է անենք, շատերդ գիտեք, քանի տքանում է ինքը վերև ավրցյանում, ուրչում ամիսը, հետո ետ վեր կնստի, բան չկա։ Մի կստի ուղկին ճամփատին պհեր, ես էլ անուշ կանեմ, ձեզ էլ հավեսի կբերեմ, եվս մեկ անգամ, սիրելի հետևորդներ ջան, շատ սիրուն է ախր։ Ուրեմն հաջորդ անգամ որոշել եմ, էլի սրանով, բայց միջուկը ուրիշ, լատենամ ինչ միջուկ կընտրեմ, հատկապես, որ խուսափում ենք կրեմային խմորեղեններից, այս հենց մրգերով միջուկ անելը շատ համօգտակար է, առողջարար է, համել մեր քաշը չի ավելացնի։ Դե ես ճաշակ եմ, հետո հետև եմ այս քափը հավաքելուն։ Մենք այդ փրփուրին քափ ենք ասում, սիրելի հետևորդներ ջան։ Նկատում եմ, որ էփը վրա է կալվում, ձավարը դեռ ոչ մի բան չեմ արել, ստի դրած է, էփը սկսվեց, ընդհանրապես այն միսն է շատ քափանում, փրփուրանում, որ միսը որ հին ալում, կամ ասենք լավ չեն մորթածելում,
Արինը միջին մնում ամսի, բայց ձերուս թեթև այլել, հետո այսենց մաքուրա, տեհակ, որ ձեր աչքի գրաղին, էպը վրա կալավ, սիրելի հետևորդներ չան, ընդամենը այսքանն եմ քաշել, թե ընթացքում կգա գալ չի, գիտեմ ոչ, հրեսեն եղնել արդեն հարվել, դեղնին ատալի ռեսին, այս վերջումը հանել դիմելի, դե այս ընթացքում ձեր հետ դիմել, ձեր հետ դիմել, ինչ է որ կհետևամ, մանրամասես ավելորդ բաները կքաշեմ, մի երկու բան ասեմ էլի մեր այս լորվա կողմերի բարերի ձևիցը, գիտեմ որ շատ-շատերի կարող է իմ սենց խոսած բարերը անհասկանալի ա թվում, բայց շատերն էլ ուղղակի կարոտում են մեր լորվա բարբարին, հատկապես որ խոսքի օրինակ ասում են գիտեմ ոչ, ոչը վերջում ենք ասում, դե սաղս էլ գիտենք, որ գիտեմ ոչը չգիտեմ նա, բայց թե մեր բարբարը հենց ա հնչում էլի, սիրելի հետևորդներ ջան, համ ձեր հետ զրիցարի, համ էլ սաղատ էլ դեհակ, որ իրոք այս հավը շատ լավ ա մաքրված, լավ ա մորթված, առողջա, թարմա ու քապ չեկավ, ամեն դեպքում ես պետքա հետևամ, քանի որ էպը վրա է կալել, արդեն մի քիչ տակը ուզում եմ մարմանդացնեմ, որ այս ջուրը շուտ գոլորշյան ա ոչ, նայ իջացնել, ձենիցնել եք սկանում չէ, որ կրակը կամ անցյացրի, հարիսան մարմանդ կրակով ենք հեփում սիրելի հետևորդներ ջան, որ փետի պեչ էի վառում, փետի պեչի վրա էլ եմ արել, բայց ոչ մի անգամ ձեր հետ չեմ էփել, մի քիչ էլ սենց կիսաբաց ենք թողնում, դե մի շատ շուտ այս պատառս վայել եմ, սրտախաղաղել եմ, հետո անցկենամ ծավարին, Ձավարը հանեմ, լապենամ իչքանն եմ լցնում, ոչ մառանուշ պիրմանա, ոչ էլ անուշ պիրմանա, ավանդական ձավար, արտադրողները շատ են, սիրելի հետևորդներ ջան, ես էլ իմ մշտական առետրի տեղից որ գնացի առնեմ, ասում եմ մի հատ ձավար տվեք, որ հարիսա էփեմ, ու ես են ինձ տալի, պետքա որ լավը լինի, կրկրացնեմ, կապն ենա որ չի լինում, մի հատ ստեղ լսնեմ, հասկանամ մաքուրը ամաքուր չի, մաքուրը, բայց այսին սև գոլուլիկ կտա, ուրեմը կմաքրեմ, էլի կա, դրա համար էլ մառանիկին շատ ենք, չէ գովում, չնայած ամեն տեղ էլ կարա հանդիպի, դա ինչ որ չի խանգարում ինձ, սիրելի հետևորդներ ջան, ծավարը ինքը լավն ա, այդ սև գլուլիկները մոլախոտի սերմեր են, ես շատ լավ գիտեմ, տարիներ առաջ մենք էլ արտում էինք, արտ էինք ցանում, շատ լավ գիտեմ, էլի կա հեսա, չէ ուրեմն պետք ա փռեմ ու հանդրեմ, այսքանը հետ եմ քաշում, չեմ էլ ուզում, որ շատ թանձր էլի, ամեն դեպքում կտեսնենք ոնց ա բացվում, ցույց կտա, այսենց, սկուտեղը վերցնեմ, Սիմա ջան, ինչ այս կսմսվում, անուշ հոտեր ես արել, կլսեմ ստեղ ու կմաքրեմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ այս կոմ,
Այս համով բանի կողքից չեմ ուզում, որ գնամ։ Սիմայի նման ես էլ չեմ ուզում այս անուշ հոտերիցը գնամ մյուս սենյակ։ Տենակ ինչ ա կատարվում։ Յուղը լավ դուս ա եկել։ Այս փոքրացել ա, դեռ տեղ ունի հալվելու։ Մի քիչ հետո կշրջեմ։ Նույնիսկ կարող եմ մի բաժակել բուլյոն բայել եմ, արդեն փակել եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ կրակը մարմանդացրել եմ, իրա գոլորշին շատ չգնա։ Հասցնեմ շուտ-շուտ էսել մաքրեմ։ Այդ առաջվա տարիներին, որ մենք արտե էինք ցանում, ցորենը բերում էինք, լվանում, սավանների, կտորների, աջյալների վրա հենց փռում էինք, արևի տակին չորանում էր, հետո տանում էինք ջաղած, ալյուր էինք մաղում, բերում, որ դրանից մենք հաց թխենք։ Այդ 90-ական թվերի պատմություն եմ ասում, սիրելի հետևորդներ ջան։ Տեսաղցիկը ստեղ էլ թողեցի, չգիտեմ, չտեղափոխեցի, դե ինձ լավ գիտեք էլի։ Այնքան մի քանի սև գուլուլը հանեցի, մի արի ուտես որ էլ չի ելելու, գիտես։ Լավ էլի լավ։ Ճիշտն ասած թողեցի, որ դուք էլ նկատեք էլի, կարող է այդ ֆիրման ձեզ էլ հանդիպի, տեսակ որ մի քանի սև այդ մոլախոտի սերմերը հանդիպեց, ասեք լավ ուրեմն լավը չի չառնեք։ Ես քան մաքրեցի, դեռ ոչ մի ավելորդ բան չհանեցի։ Վերջը, սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասեմ, այդ օրերով էլ եմ անցել, մութ ու լույս տարիներով բոլորս ենք անցել դե, բայց գյուղերում մի ուրիշ ա, դե որ տենց արտատեղ ունեինք, արտ էինք ցանում, մի այդ հողամասը պաղուտ ծախել ենք, քանի որ չէինք օգտագործում, բայց թե շատ հիշողություններ ունեմ էլի, թե ոնց էինք ամեն տարի մեծ ծախսեր անում, տրակտոր վարձում, հողը վարում, մի քանի անգամ թափկացնում, շատ մեծ ծախսեր անում, որ հաց ունենանք, ալիր ունենանք, մեր տաշտը լիքնելի, մեր ամբարը լիքնելի, հես ասա, ես էլա մի հատ գտա ես քանից էլի, ես մոլախոտի սերմա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այդ մինենց դարքիր պատմություններ կա, այս որդյան էլ միտս են գավել, դե ամեն մի բան մեր մախ հուշ ա բերում, չէ, ասեմ, որ հետո խխալում էինք, որ այս ձևի, այս մոլախոտի սերմա չէ, բայց որ հնձում էինք բերում, կոմբայնը հնձում էր, կոմբայնի մահերթ էինք կանգնում, վերջը հենց ամեն դեպքում միջին քիս տերելում, պետքա մաքրեինք, բայց ոչ թե սհենց, քանի որ մեշոկներով էր, հետո պետքա խախալ անեինք, խխալեինք, դրան խախալ են ասում, մաղի նման բանա, պտտում էինք, այդ ցորենի այդ թեփուկնին ընկնում էր մեջ տեղը, անձամբ ես եմ արել, սա թենս այդ վաղտ գրկի երեխա 3 թվի բան եմ ասում, հա, տարիներ, այս մաքրեցի, մնում ա լվանամ, սիրելի հետևորդներ ջան, հետո կբերեմ կլցնեմ, այս հենց, ինչ տված ստեղ թողել եմ, ես ավազակին տեսե, չնայած ջրի վրա էլ կերևա էլի, հետո այդ խախալով պտտում էի, լվանում, լցնեմ, հետո սիրելիներս, կրովի ջրով, ջուրն էլ դժվար ճարվեր, ջուր չկար, լվանում էին, փռում, չորացնում, արևին, անձրևին, մինչև հաց էինք ստանում, լավ դե գնամ ծավարը լվանամ,
Էս էլ իմ լվացած ծավարը շատ լավն էր, ջուրը պարզ, մի քանի ջուր հոսող ջրի տակ լվացել եմ, բայց մինչև որ ստիկը լցնեմ, ուզում եմ մի երկու շերեփ էս բուլյոնից լցնեմ, քանի որ այնքան անուշ է այդ ֆոտո գալի, շատ գրավիչ, արդեն մսի հոտը գալիս է, էլի, կարելի է, որ ինչու չէ, բուլյոն վայելել, արդեն բաժակը բերել եմ, այս իմ սիրելի բաժակն է, որ դաթևս էր ինձ նվիրել, մայր աղջիկը իր ջուտիկի հետ, քոթոթի հետ, շերեփն եմ բերել, բայց այսքան շատ եղլղալի ուզում չեմ էլի, ու ես ինչ շատ էր եղը, տեսես թե նենց հարիսան որ էփում են, վերջում կարակ են դնում, չէ, ես կարակ չեմ դնի, արդեն տենում եք էլի, թես ինչքան շատ եղոտ էր իմ պահացավը, մանավանդ որ լավ գարի ու ցորեն են կերել, տեղովը վիտամին է, անարատ, ինչքան արի, իչարի, այս եղը եկավ, այս լաստի, որ մի պտղունց էլ աղ կանեմ, բայց մի հատ ուզում եմ տենամ ջիգարը ուրա, համել այս միսը կշրջեմ, տենում եք, որ արդեն ոսկորը հետ է գնում, այսքան շուտ, մի 20 րոպե կլի, որ էփում է, այսինքն սիրել հետևորդներ ջան, հավի միսը աքլորի մսից ավելի շուտ է էփում, իմացեք դա, ու այս բուլյոնը, որ ես լցրի, հենց նենց չլցրի, էլի, ուրեմն այս սիրտը, այս իրա ջիգարը, ես էլ եմ լցնում ստեղ, ոյ, ինչ եղավ, այն մեկը, այս բլոջիկը, այս չեմ ուզում էլի, սա հարիսայի մեջ գնա, չնայած ուր պտի կորչի, այս մի կտոր ջիգարն էլ եմ հանում, մինչև հարիսան կեփի կարող է շատ երկարի էլի, հետո այս բույրերը շատ են գրավիչ, քարճիկը թողում եմ, քարճիկը մի քիչ դժվար է փողա, դե որ արդեն այս եղերն էլ, էլի եմ թողում, դեռ տեղ ունի էլի եղը դուս գալու, մի արդեն շրջեցի, տեսակ, գոլորշու վրայել նույնիսկ կարա էփի, որ հետո ոսկորներից անջատեմ, չէ, էդ էլ է մեզ պետք, նաև ջուր պետք ավելացնեմ, որը չի խանգարում, այս քանի տակ է, ուզում եմ մի հատ գլխիս ճարը տենամ, ու մի պտղունց աղանեմ, այս սենց, աղի չանեմ, բայց մի քիչ էլ անեմ էլի, այս մեծ գդալով կխառնեմ, այս մինչև ջանը կքաշե, այս ծավարը լցնեմ, արդեն ուշացնում ենք, այս ծավարնին դե գիտեք շուտ էփողա, հետո սենց լցնում եմ, առանց ձևականության, սիրելի հետևորդներ ջան, այս տնավարի հավեսով, չորսի կրնով է լցնեմ, չնայած որ այս ամիսը կհանեմ ոսկրահանանելու, ինչ էլ անենք, չանենք, միևնույնն է, մսի հետ էլ է ձավարը վիկենում, այդ հենց, չմոռանամ ասեմ, որ այդ տարիներին մենք էինք ձավար սարքում, այդ ցորենը, որ լվանում էինք, ծեծում էինք, հատուկ գործիքնի կար, բայց ինչքան էլ ծեծում էինք, միևնույնն է, այս ձավարը չէինք ստանում, այս սենց լրիվ, այս իրա ջուրը պղտորվեց, սիրելի հետևորդներ ջան, բայց սա կեղտոտ չէ, լիսա արդեն այս ընթացքում իրա ցորենի գույնը ամեն դեպքում շատ չէ, լի կեղևահանարած, այ նկատում եք, որ կարմիր մասեր էլ ունի, այդ կարմրությունից ցորենի գույնը դուս է եկել ջրի միջին, մի հատ էլ սենց ժաժ գծեմ, որ ձավարն իրան տեղ անեմ միջին,
քանի դեռ էփը վրա չի կալել, մի քիչ էլ ջուր եմ լցնում։ Աղինձը լիքը, բայց ինքը էփվելու է, քիչանալու է, սիրելի հետևորդներ ջան։ Այս սենց հավեսով ծածկում եմ, որ գոլորշին լրի, մեջը մնա ու մանր-մանր էփվի։ Այս պահին համբերատար սպասում ենք հարիսայի եփվելուն։ Իհարկե կհետևամ, քանի որ միսը պետք է արդեն կամ հանեմ ու ոսկորներից ազատեմ։ Դե գնամ պեչի մոտ ու իմ բուլյոնը վայելեմ, սիրելի հետևորդներ ջան։ Եվ տեսնենք արդյունքը ոնց է լինելու։ Երբ որ ձավարը լցնում ենք, արդեն այս ձևով է եփվում, այսպես պղպջակներ է առաջանում, չնայած որ մանր-մանր կրակով է եփվում։ Մի քիչ էլ եփվի, արդեն միսը կհանեմ եւ ոսկորներից կազատեմ։ Անցակացել կես ժամ։ Մի հատ բաց անենք։ Գույնը կաթնագույն է դառել, եղնել ռեսին, գոլա կանգնել։ Արդեն միսը հանելու վաղթն է։ Միսը կհանեմ։ Պատրաստվում եմ հավը հանելու։ Ժամն է եկել, պահն է եկել։ Այո։ Այս մեկում։ Ընտիրություն, բայց ես կխանգարի։ Մի հատ պտտեմ, վագրի գլուխը։ Սենց։ Ընտիր։ Այս իչքան է, անուշ բուրում։ Ձավարը ժաշ չեմ գծում։ Այս եղալա, հանվելա, այս մի հատը զանգին, այս էլ են իննա ոնց որ քարջիկը չի, այս է զրանգին, այս ես թենեց կաշին էլ դիմ հանել, չնայած կաշին շատ եմ սիրում, բայց կաշին կտամ իրանց, քարջիկը սա այս ստիրը, այս քարջիկն է, լավոր թանանք։ Ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, ասվում է, որ ձավարը ժաշ չեմ գծում։ Տենում եք, որ տեղին էփում է, բայց ուզում եմ ստուգեմ, ես դադար գենողը չեմ։ Տակից չի կպել, հեշտությամբ գնում եմ։ Այս մի կողքն է ժաշ գծեմ, ընտիր, հետո արդեն կարելի է հավը հանել, այս են պահնա, որ կարող է հանելու վաղթը, ոսկորնին ձեռիս մնա, իսը մնա միջին, այս թե մի կերպ ենք հանել, սենց տակ, բա, փիլթայա էլ, հետո դե մի թե սաղ լամբուս կգա, թե էլ է կտոր, հենց հանել դենք չիմ հանենք, որ միջին ոսկուր չմնա։ Շատ մարդ կա, ջոգ է եփում, միսը ջոգ է եփում, ձավարը ջոգ է եփում, հետո մի քիչ էլ ստի ձավարը հանենք, չնայած ըսի հետ էլ գնա, խանգար չի, հետը ստիտի գալել է, իրա շիրան լավ դուսա կձել, ձավարի շիրան էլի դե, միսն էլ արդեն հանվում ա ձեռիս, բերեմ ստի, լավ շուտամ,
կարող այլի պետք կգա։ Հաստատենք, որ հավա արդեն եղամերվում ածավարի հետ, ձեր չենք տալիս։ Հետո փակում եմ։ Վագրի գլուխը տեսը պտտեմ, տեսը խցիկը։ Այ շատ դժվարությամբ պտտեցի վագրի գլուխը։ Լա, թևերը ոնց արդեն բացել էլ, ասեմ, որ այս թևի ձերի ես ոսկուրն էլ դիմ հանել, բայց թե տակա, մի ձեր չեմ տալի, բայց թե տելիք էլ, որ իրան պոկա գալի, այս սենց, թողում հովանա, չէ շատ ատակ, այս պղինձը թուջիցա, հետո տակը երկար ապահում, համել ասեմ, որ հարիսան հաստ պղնձում կեփեք, անջատել եմ, սիրել հետևորդներ ջան, որ անտեղի չգոլորշյանա, համել տակը չկպչի, մի 10 րոպե անցկացել, Ես մի կողք էի դրել, ձերներս մաքուր են, սիրել հետևորդներ ջան, այս կաշվի տակին էլ կա այնքան եղ, մի ես չգիտեմ, կաշին էլ թողամ, լա սրա եղին, լա դեսը, եթե կաշին հանեմ, ես էլ հետը դուստի գալ, այս սենց, կաշվի տակից հետ եղա, ընդհանրապես սիրուն հարիսա ստանալումա կաշին չեն գծում, բայց լա առայժմ չգեմ հետո կհասկանամ, ես խոշոր կտորներով եմ թողելու, արդեն սկսեմ, այս իրատամարնին պետք անպայման համվի, անպայման, այս իրա երակնինը, արյունատար անոթները, հետո քրքրեմ, քրքրելու հետ մեկտեղ իրա լրիվ արյունատար անոթները պետքա հեռացվի, էլի կարող է յուղոտ կաշին սիրուն լի, բայց այդ արյունատար անոթները, քանի որ մուք է, սիրուն չի նայվում, չէ ոսկորը լավ եփվել է ու անջատվում է, ձեռնոց հագնել պետք չի, սիրել հետևորդներ ջան, իմ մատերը ձեռնոցից էլ մաքուր է, ես չեմ սիրում ձեռնոցով աշխատել, շատ պատահական, բաղչում ինչքան նենց կոպիտ գործ կանեմ, որ այն աշխատանքային ձեռնոցներին հազիվ եմ սվորել, ես էլ բուդը, քանի մաքրում եմ, ասեմ, որ հարիսան կարակ նաև գարի մսով էփել, հորթի մսով էփել, մսի կետերում ասեք հորթի միսա թե չէ, վստահելի տեղեր, որ ձեզ չխաբեն, այսինքն, որ հեշտ էփվի, այսենց, մի քիչ էլ արդեն արագացնեմ, կշերվա 1000-ը կտրեց, հա, հնդկահավի մսով կարակ էփեք, ես էլ առայժմ առանձին դնեմ, վերեմ ուստեղ, հասկանում ինչ եմ անում, լա, այսենց, աղ չեմ արել անալիա, աղ ամենավերջում, 2 տարեկան հավիկը, այսենց հավեսով հարիսա դարավ, դե հաշվում եմ դարելա, միսը կլցնեմ, թեթևակի մի հատ էփը կսկսվի, ես իրա երակնինա,
խորը։ Ես խոշոր կտորներով եմ թողում։ Սիրում եմ, որ հարիսայի միջին միսը ռևում է։ Դեռ եղել լրիվ հալվել չի այ, այդքան շատ էր։ Կաշին ես միկրոնը, որ հետո իմանամ ինչ եմ անում։ Այս հենց։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ Տաթևի համար միշտ համոզմաներ եմ ուղարկում, գնացող կա և կուղարկը։ Սրտների դարձչելի, թե այսքան հարիսան ինչ եմ անելու։ Նաև ասեմ, որ սա այն ճաշն է, այն համորությունն է, որ չի հնանում։ Այս լրիվ, այս մսերը ջոկջկեմ, այս մեջքն է, սրա վրա այդքան շատ միշտ չի լում, բայց սա այստեղ էրա կա, հանում ենք ստյան, այս միսը, սա այս յուղի կտորները, այս էլ իմ սիմչկան կմշակի, դոշի վրա շատ միս կլի, քանի որ այս հարիսայի մեջ ոսկոր չի կարելի, վիզ ամբողջությամբ ստեղ եմ դնում, մաներախ կցանեմ, առանձին կուտեմ, այս հենց, մաքրում ենք դառնում է մի պատառ, բայց թե մի պատառը քորժ է, ոսկորը մի կա, այս թևն էլ չեմ ուզում փչացնեմ ու դնում եմ ստեղ, այս դոշի հատվածը, այ հենց սրա համար էլ շատ մարդ հնդկահավի մսով անում, դե գիտեք, որ հնդկահավերը ինչքան միս են ունենում, հավից մեծ են, բայց թե հավն էլ իրա համն ունի, համերը լրիվ տարբեր են, գառի մսով է փածնելա տարբեր, հորդի մսով է փածնելա տարբեր, ամեն բան իրա յուրահատկությունն ունի, մի հատ ուզում եմ դոշն էլ ձեր հետ մաքրեմ, այս գործը հանգիստ է սիրում, այս էլ արդեն ուռերն է, մաներ ոսկորներ, կորինա ուտելիս, այ դոշը քրքրվեց, այս արդեն դոշիցն է, այն վերի մասն է, ստեղ կաշիկ այս թևը, թևը, ախ այն թևիկը, այս հենց, յուղ, այս մի թևն էլ ենք անարատ բերում ստեղ, քիչ հավաքվեց միսը, չդժգոհ եմ, թե քիչ է մի պատառը, սենց դոշն է, այս են փորի յուղոտ տեղն է, այս էլ բերեմ ստեղ, քանի որ դոշը մասերի բաժանվեց, այս հենց, այս էլ մեր հավը,
Համարյա թե վերջացրի։ Չէ, կաշին հաստատ չեմ լցնի։ Ես և իհարկե իմ շներին էլ բաժին կհանեմ։ Էլի դոշի կտորեր, սենց թելթելալնա։ Սյո, ոսկորից անջատեցինք, ստեղ մի քիչ ծավար կա։ Իսել ստեղ սամի կողք։ Հիմա մի հատ այս սենց նորից կրկրեմ, ձերիս միջին հսկանամ, որնա մեծ, որնա պուջոր, իշտել անկախ նրանից հավ թե ակլոր, բուդի միսը մի քիչ մուք ա լինում, ոսկոր չկա ընդհանրապես, ընտիրություն, համովություն, չեմ ստուգել, թե վլոգս քանի րոպե ա գնացել, պետք է նաև մոնտաժային աշխատանքներ կատարեմ, կշերվա 1000-նա, առավոտն էլ պետք է շուտ վեր գնամ։ Կարելի ասել համարյա մի կիլո, սենց աչքաչափով, նախտի կես կիլոից շատ միս ա, հաշվի առնանք, որ ընդեղ ինչքան կաշի գնաց, թևի կեսը գնաց և այլն։ Հիմա սրել հետևորդներ ջան, արտադիր մի հատ գնամ ձեռքերս լվամ, նոր կամ շարունակեմ, գազը միացնեմ, գազը թույլի վրա դրեցի, ու էլի արդեն պատրաստի էփած հարիսայի ձավերը, արդեն գազի վրա, անշարժ, մի հատ բերում ենք ես պլավ քամիկը, որ ամբողջ ընթացքում սա եմ օգտագործել, սրել հետևորդներ ջան, մի տեսեք ես ինչ ընտիրահում, ես չեմ հարում, ես չեմ բլենդում, ես սենց եմ սիրում, ամեն մարդ իրա նախասիրությունով չէ վայելում, կարևորն են տակը չի կպել, չի վարվել, տակու երես անեմ, յուղը կենտրոնական մաս, հեշտը դնում է շերեփը, սյակը տակը չի կպել, այս սենց, արդեն էփը սկսվեց, ու արդեն միսն եմ լցնում, սրանով ավելի հեշտ կլնեմ, քան թե թափահարելով, և մի հատ ընդհանուր տարածում ենք, էլի կողքերով, ընտիր, ինձ կմնա աղցանեմ ու անջատեմ սիրելի հետևորդներ ջան, էլ եփելու կարիք չկա, հարիսան պատրաստ է, սենց հավեսով եփեցինք միասին, կարճիկը դեռ ստեղ է, թևիս համար կղա կարճիկը, ընտիր, շատ ընտիր, արդեն աղացան եմ, պտղոցով,
Եվ էլի թեթևակի պտելով աղմել տարած եմ 2 րոպեից հետո կանջատեմ գազը։ Մի հատ փակում եմ, 2 րոպե երկա ու անջատեմ սիրելի հետևորդներ ջան։ Կողքը մնում եմ։ Այսինքն սկսեց փուչիկ եփվելը, անջատում եմ։ Պատրաստ է։ Ուրեմն ժամին նայեցի, ժամը 10-ն է։ Ես որ իմ եփած հարիսայից գոնե մի շերեփ չվայել եմ, գիշերը վատ երազ կգա։ Անպայման պետք է համտեսեմ։ Նույն շերեփով դիր։ Ես ինչքան յուղոտ եմ։ Փակում եմ պղնձի բերանը, հետո գնում վայելելու։ Ոնց հավեսով եփեցի, հենց հավեսով էլ կվայելեմ։ Դուք էլ համով բաներ կերեք եւ առողջ եղեք, սիրելի հետևորդներ ջան։ Բարի գիշեր բոլորիդ։